Ողջույն սիրելի կարիճներ, ես այժմ կներկայացնեմ 2023 թվականի նոյեմբեր ամսվա կանխատեսումները այն մարդկանց համար, ովքեր ծնվել են կարիճ նշանի ներքո։ Դա ինձ սիրելիներս, սա ձեր ամիսն է, որովհետև այս ամսին դուք ունեք շատ ուժեղ եւ լավ ասպեկտացիաներ, որոնք օգնելու են ձեզ ձեր նպատակներին հասնելու համար, եւ բացի դրանից կարիճները, քանի որ կենտրոնացած են ֆինանսների վրա, այս ամիսը նաեւ ֆինանսական առումով նույնպես շատ հաջող է։ Հոկտեմբեր ամսվա լարված խավարումները հավանաբար շատ կարիճների մոտ առաջացրեցին սթրեսային իրավիճակներ, սակայն նոյեմբերի 13-ից հետո, երբ արդեն նորալուսին տեղի կունենա ձեր առաջին ոլորտում, դուք արդեն կարող եք լիաթոք շունչ քաշել եւ շարժվել առաջ։ Եվ վերջին 2 տարիներին, ինչպես կարիճները, այնպես էլ ցուլերը, այս երկու նշանի ներկայացուցիչները բավականին մեծ սթրեսների եւ փոփոխությունների ենթարկվեցին, պայմանավորված նրանով, որ հենց իրենց առաջին ոլորտներում, առաջին եւ 7-րդ ոլորտներում էին տեղի ունենում արևի եւ լուսնի խավարումները։ Դե ինձ սիրելիներս, ավարտվեց ձեր այդ կարելի ասել խավարումների շրջանը եւ առաջիկա 9 տարիներին կարող եք թեթևացած շունչ քաշել եւ զբաղվել ձեր սիրած գործերով, որովհետեւ այս խավարումները ինչ կարողացան արդեն փոխեցին ձեր կյանքում։ Սկսենք նրանից, որ նոյեմբերի սկիզբը, նոյեմբերի 3-ից 4-ը մի փոքր լարվածություն ունենք, քանի որ արևը գտնվելով առաջին ոլորտում, այստեղ ընդդիմանում է Յուպիտեր մոլորակին, որը ձեր 7-րդ ոլորտում է։ Սիրելիներս, Յուպիտերը մինչև 2024 թվականի մայիս ամիսը լինելու է ձեր 7-րդ ոլորտում։ Սա մի կողմից լավ է, մյուս կողմից ոչ։ Լավ է այն առումով, որ կարիճների մոտ շատ են հաճախորդները, շատ են շփումները, շատ է տեսականին այն ամենի, ինչը որ դուք ցանկանում եք ընտրել, սակայն նաև վատ է այն առումով, որ այստեղ ակտիվանում են շատ թշնամիները, չարախոսները, այն մարդիկ, որոնք բացահայտ ձեր դեմ են դուրս գալիս։ Եվ նոյեմբերի 3-ից 4-ը հենց այդպիսի մի օր է, որ դուք կարող եք ներքաշվել այնպիսի մի խոսակցության, այնպիսի մի ուրեմն կոնֆլիկտի մեջ, որը կա ձեր եւ ձեր կողքի մարդկանց միջև։ Այստեղ դուք իհարկե կբացահայտեք, թե ով է այն մարդը, ով փորձում է ձեզ վնաս հասցնել։ Սակայն խորտ կտամ ձեզ չներքաշվել, որովհետև այն շատ արագորեն կազմալուծվում է այս ասպեկտացիան եւ ամսի 4-ից հետո արդեն հետքնիսկ չի մնալու, ուստի փորձեք խուսափել ձեզանից ցածր մակարդակով կանգնած մարդկանց հետ լեզվակռիվ տալուց։ Դա ձեզ համենայն դեպս ոչ մի օգուտ չի տա։ Ամսի 8-ից Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 12-րդ ոլորտ։ Սիրելիներս, երբ Վեներան 12-րդ ոլորտում է, այստեղ ինչ որ գաղտնի անձնական կյանք է սկսվում կամ գաղտնի ֆինանսական եկամուտներ են սկսվում։ Հնարավոր է ամսի 8-ից հետո դուք սկսեք այնպիսի մի ֆինանսական գործունեություն կատարել, որի մասին մարդիկ չեն իմանա, այսինքն տանից կկատարեք, հրապարակայնորեն չեք հայտարարի, որ դուք այսինչ գործն եք կատարում, որի համար վճարվում եք։ Եվ բացի դրանից Վեներան 12-րդ ոլորտում կարող է բերել ձեր կյանք այնպիսի մեկին, ով կարող է ձեզ հետ մտնել գաղտնի սիրային կապի մեջ։ Ամսի 10-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է ձեր սիրած ոլորտ, երկրորդ ֆինանսական ոլորտ։ Դե ինձ սիրելիներս, ամսի 10-ից հետո ակտիվանում են խոսակցությունները նոր եկամուտ ստեղծելու, նոր բիզնես տնելու, նոր աշխատանք գտնելու, աշխատավարձ բարձրացնելու եւ նմանատիպ հարցերի շուրջ, որովհետեւ երբ Մերկուրին երկրորդ ոլորտում է, մենք անընդհատ խոսում եւ մտածում ենք այդ ուղղությամբ։ Ամսի 11-ից 13-ը լարված անակնկալների, տհաճ անակնկալների օրեր են։ Տեսեք սիրելիներս, Ուրան մոլորակը նույնպես գտնվում է ձեր 7-րդ ոլորտում եւ այստեղ այս մի քանի օրվա ընթացքում հասցնում է ընդդիմություն կազմել նախ Մարսի հետ, որը ձեր առաջին ոլորտում է, այնուհետև ամսի 13-ին Արևի հետ։ Նշանակում է ամսի 11-ից 13-ը կարող ենք ունենալ շատ անակնկալ, տհաճ խոսակցություններ, տհաճ միջադեպեր մեր կողքի մարդկանց հետ։ Համենայն դեպս ես ձեզ խորհուրդ կտամ
սիրալիր լինեք ձեր կողքի մարդկանց հետ, հատկապես եթե նրանց ընկերությունը ձեզ համար շատ թանկ է, որովհետև երբ Ուրանը այստեղ խառնվում է, կարելի ասել ամեն ինչին վերջակետ է դրվում եւ այս ամենը արդեն հետ բերել էլ չի լինում։ Նշանակում է, եթե այս մարդիկ ձեզ համար թանկ են, փորձեք, այստեղ ամենայն դեպս էներգիան ձեզանից է բխում եւ Մարսը եւ Արևը գտնվում են ձեր առաջին ոլորտում, նշանակում է միգուցե դուք ինքներդ եք կրակի վրա ուրեմն յուղ լցնելու, դուք ինքներդ եք թեժացնելու այդ խոսակցությունը, այնպես որ փորձեք այս օրերին զերծ մնալ նմանատիպ պարզաբանումներից։ Ամսի 13-ին տեղի ունենում նորալուսին ձեր առաջին ոլորտում, սիրելիներս, երբ նորալուսին առաջին ոլորտում մեր կյանքում շատ կարևոր նորություններ են սպասվում։ Հատկապես այն կարիճներ, ովքեր ծնվել են նոյեմբերի 10-ից 15-ը, նրանց կյանքում կարող են տեղի ունենալ փոփոխություններ, նրանց կյանքում նոր մարդ կարող է հայտնվել շատ կարևոր, լավ հաճախորդ, լավ գործընկեր կամ միգուցե կողակից, նրանց կյանքում կարող է լավ ֆինանսական գործարք տեղի ունենալ կամ կարող է առողջության հետ կապված նորություն լինել։ Այստեղ ամսի 13-ի նորալուսինը համենայն դեպս բերում է ձեզ նորություններ։ Ամսի 20-ից 22-ը հոյակապ օրեր են, որովհետև այստեղ ձեր երկու գլխավոր մոլորակները Մարսը եւ Պլուտոնը սեքստիլի մեջ են մտնում։ Պլուտոնը գտնվում է ձեր 5-րդ ոլորտում եւ Մարսը եւ Արևը ձեր առաջին ոլորտում, նշանակում է այստեղ շատ լավ հաջող գործարք կարող ենք իրականացնել։ Հնարավոր է այստեղ հանդիպում լինի այնպիսի մարդու հետ, որին դուք սիրում եք։ Հնարավոր է այստեղ ենթադրենք դուք կատարում եք ինչ-որ աշխատանք, դրա համար շատ առատ պարգևատրվեք։ Հնարավոր է այստեղ շատ լավ միջոցառման մասնակցեք եւ շատ լավ օր անցկացնեք։ Այստեղ նաեւ, եթե դուք ունեք առողջական խնդիր, կարող եք այցելել եւ կգտնեք շատ կոմպետենտ բժշկի։ Այսինքն 20-ից 22-ը շատ հաջող օրեր են բոլոր տեսակի գործունեությունների համար։ Ամսի 24-ին Մարս մոլորակը, որը ձեր առաջին ոլորտում էր, արդեն մուտք է գործում երկրորդ ոլորտ։ Դե ինչ սիրելի կարիճներ, ամսի 24-ից հետո ուշադրությունը կենտրոնանում է արդեն ֆինանսների վրա, եթե մինչ այդ մտածում ենք անձնական շփումների կամ այլ գործերի մասին, այժմ 24-ից հետո, երբ Մարսը երկրորդ ոլորտում է, մեր ակտիվությունը կենտրոնանում է, թե ինչպես եւ ում հետ կարելի է գումար աշխատել։ Ամսի 27-ին նույնպես ունենք ֆինանսական լիալուսին եւ այս լիալուսինը տեղի է ունենում ձեր 8-րդ ոլորտում։ Սիրելի կարիճներ, ամսի 27-ի լիալուսինը կբերի հանգուցալուծում այն ֆինանսական հարցերի շուրջ, որը կար վերջին 6 ամիսների ընթացքում։ Հնարավոր է բանկային գործարք կար, որը արդեն ամսի 27-ի դրությամբ դուք կլուծեք։ Հնարավոր է վերջին ձեր վարկի մարումը կանեք։ Հնարավոր է պարտք ունեիք կվերադարձնեք։ Հնարավոր է ձեզեին պարտք եւ կվերադարձնեն։ Այսինքն այստեղ ինչ որ ֆինանսական մեծ հարց պետք է լուծվի ամսի 27-ի լիալուսնով։ Դե ինձ սիրելիներս, այսքանը նոյեմբեր ամսվա համար կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ